Ժողովրդյան բարի Լուիս, այսօր մարտի 25-ն ենք և ինչպես որ երեկ ասում էի, մենք տեսնելու ենք, որ գինը իջնելու է մոտավորապես այս զոնան 68-700-800-ի սահմաններում, ինչի համար, որովհետև այս զոնայում մենք շիֆտի զոնա ունենք, օրական և բարձրանալու էր այստեղ և մի փոքր փոփոխություն է տեղի ունեցել շուկայում, եկեք բացատրեմ ինչ եմ ես հիմա մտածում, որ կարա տեղի ունենա, եկեք մի հատ սաղ ամբողջական մաքրենք, որպեսզի բարձ լինի։ Առաջի բանը, որ ձեզ ուզում եմ հուշեմ, այնա, որ տեսեք այստեղ դեպի ներքև, հա, ավելի շուտ սենց դեպի ներքև market structure ունենք, որը որ մեզ հուշում է ինչ, որ շարունակելու է ներքև կամ բարձրանալու վերև, եթե այս մակարդակը ջարդենք մարմնով։ Այս մակարդակը, որ ջարդում ենք մարմնով, ինչ է սա նշանակում։ Նշանակում է, որ արդեն իսկ մեր lower high-ը, ասենց ասած, չի աշխատում և այստեղից 4 ժամանոց չոչ ենք ունենալու դեպի վերև։ Բայց միևնույն ժամանակ կարանք ունենանք նենց պատկեր, որ ոնց այս պոչերը գոյացել, այդ նույն լոգիկայով կարա այստեղ էլ պոչ գոյանա, շարունակի ներքև իջնել, չնայած խիստ կասկածում եմ, որովհետև տեսնում եք այս order block-ը, այս order block-ը ինքը բավականին ուժեղ order block-ը, քանի որ այս պիկերը իր ուժով մաքրել է և ինքը եկել է, տեսեք, մի անգամ, երկու անգամ, 3-4 բան արել, նույնիսկ այստեղ ինքը մի փոքր ջարդ է տեղի ունեցել, զրոյացնելով այս order block-ին, հետևաբար այս զոնան որպես այդպիսի, տենց արդեն էական չեմ դիտարկում, լավ, ասում էի, որ օրական այստեղ մենք ունենք մի հատ շատ գեղեցիկ fair value gap, խնդիրը կայանում է նրանում, որ մենք օրական այս Trump-ի սուտը, որ ստեղծվեց, որից հետո դեռևս այդ ճնշումը պահվում է դեպի վերև, երեկվա մոմը մեծ հաշվով ոչինչ չասեց, ոչինչ չարեց, բացի այն, որ ես, ինչպես որ ասեցի, այստեղ այս զոնայում գալու է և բարձրանա, ինչպես որ կներեք, սենց տանեմ, այս զոնայում գալու է և բարձրանա, իսկ հենց այդպես էլ տեղի ունեցավ։ Ժողովուրդ, մի փոքր ընդմիջում նորից, որտեղ որ ուզում եմ ներկայացնեմ ձեզ, որ շուտով ասվածը մարտի մեջ նոր խումբ եմ ստեղծում, ձևավորում։ Եթե ձեզ հետաքրքիր է ինձ հետ սովորելը, որտեղ որ ձեզ բացատրելու եմ ամենապրիմիտիվից, ամենաբարդ կոնցեպտները, որտեղից որ դուք դուրս եք գալու գրեթե պրոֆեսիոնալ տրեյդեր, առնվազն գիտելիքով դուրս եք գալու, դրանից հետո պրակտիկան է պետք գալու, որը որ հիմնականում ինձ հետ միշտ կապի եք լինելու, իրար հետ փորձելու ենք առաջ գնանք։ Եթե սա ամենը ձեզ հետաքրքիր է, ապա գրանցումները արդեն սկսվել են, կապվեք ինձ հետ, կհանդիպենք, մանրամասները կխոսենք և կսկսենք դասընթացները շուտով։ Իսկ հիմա եկեք վերադառնանք վիդեոին։ Եվ շարունակությունը, որ գալու այստեղից իջնի ներքև, այս պահի դրությամբ մի փոքր կասկածում եմ, դժվար թե այս կողմից գա, այս fair value gap-ից մտնի, բայց փոխարենը կգա այս զոնայից կմտնի, այսինքն եթե փոքրացնում ենք, այստեղ տեսնում ենք շատ գեղեցիկ մի հատ ինչ order block, ինչև է, այս order block-ն է, սա գրենք 4 ժամանոց և ինչի համար եմ կարծում, որ ի վերջո սա չի պահի, կապրենք կտեսնենք, բայց երբ որ մենք մեր ուրեմն վոլյումն ենք դիտարկում, տեսնում ենք ինչ, տեսնում ենք, որ այս հատվածում մեծ ճնշում կա, այսինքն վաճառք կա այստեղ մեռած է և այստեղ նույնպես արթուն է, այսինքն ինքը տենց ոնց որ մասիս է էլի սարքել և այս զոնան, որ դատարկ է, նշանակում է, որ հիմնականում գինը, եթե մարմնով այստեղ փակեցինք դեպի վերև, okay, սենց ինչ-որ մի բան մարմնով, հավանականությունը, որ ինքը միանգամից ճղելու է այս զոնան ու գա այստեղ, շատ հավանական է,
շատ հավանական է, որովհետև փաստացի այստեղ մենք մրցակցություն չունենք, հա, եթե ջարդեց, ջարդում է, չոչ է սարքում ու բարձրանում է, պլյուս այս չոչը, որ սարքել է, այստեղ իտոգում մենք կարող ենք դիտարկել սա որպես higher low ու մենք ակնկալելու ենք եւս մի հատ boss դեպի վերև higher high ու այստեղ միակ մեծ ճնշումը, որ դիտարկում ենք այստեղ, որ կարա այստեղից ներքև իջնի։ Եթե հասավ այս զոնան, պետք է մենք հասկանանք ոնց ենք կարողանում շորտ անենք, որովհետև այս զոնան երբ որ հասնի, մենք այստեղ հատուկ ձևաչափով, ուրեմն լիկվիդացիոն զոնա ենք ման գալու, որից հետո մենք կարողանալու ենք շորտենք դեպի ներքև ու այստեղից եթե անկեղծ ես որ նայում եմ շորտերի տրամաբանությունը, նայած թե ոնց է իհարկե լինելու, բայց մոտավորապես դիտարկում եմ 1.4-ի, 1.5-ի գործարք հանգիստ կարաք դուք այստեղից շորտ անեք դեպի ներքև, որովհետև եթե շուկան շարունակի վերև բարձրանալ, որը որ կախված է շաբաթ սենց կանաչ կփակի թե չէ, այս շաբաթ նաև փակվում է ամիսը, չէ, հաջորդ 4-րդ ամիսը փակում, բայց եթե ամիսը մենք այստեղ տեսեք ամսական մոմը փակվում է դեպի վերև, տեսնում եք այս հատվածը նույնպես մեռած զոնա է ու մենք հանգիստ 82,000 կգանք կկպնենք։ Եթե հանկարծ այդպես եղավ, կարելի ասել այս դիմանտ զոնան, որ այսքան ինչ ճղում է, որ ասում եմ, այս դիմանտ զոնան շատ ուժեղ զոնա է, որտեղ լիկվիդացիայից ներքև է գտնվում ու այս order բլոկը հատկապես ինքը կարա իսկապես բրդի միջև 100,000, դա ավելի իրատեսական կլինի։ Բայց այս պայծրությամբ, քանի որ ունենք մենք այսպիսի կարմիր շաբաթական մոմ, այստեղ վերևից ես շատ մեծ համոզմունք ունեմ, որ պետքա որ իջնի։ Իհարկե, ովքեր գիտեն, ովքեր չգիտեն, ասեմ, որ մենք միանգամից չենք գցվում գործարքանում, սպասում ենք այս զոնան, հասկանանք ի վերջո ռեակցիան, ի վերջո տրամադրվածությունը ոնց է այս զոնայում, նոր մտնում ենք, okay, չենք միանգամից անում, որովհետև դա աբսուրդ է։ Հենց որ եթե երեկվա ասածս լսել եք, այստեղից այս զոնայից որ վերև է բարձրանալու, շնորհավորում եմ, ընտիրա, եթե չեք լսել, բա էլի օքեյ է, ոչ մի խնդիր չկա։ Այստեղ երեկվա իմ ինձ ասած նկարչությունն էր, որը որ տեսնում եք, որ ասել էի, որ իջնելու է ու եկեք մի հատ համեմատական անցկացնենք, տեսնենք ինչքանով է, սա 4 ժամանոց գրաֆիկան է, ու փաստացի հենց այդպես էլ եղել է, եկել է կապել այս զոնային, այստեղ fair value gap ունենք ու այս մյուսը, որ դեպի ներքև այսնելու, արդեն իսկ մի քիչ կասկածում եմ, չնայած կարող է դեռ լինի, բայց հաշվի առնելով վոլյումը եւ այլն, որ փոփոխվել է, միգուցե եւ շարունակի վերև բարձրանալ, նորից եմ կրկնում, սա կախված է, թե ի վերջո մոմը ոնց է փակվելու ու մոմից ելնելով, price action-ից ելնելով, այսինքն շուկան ինչ ձևով է արձագանքելու կոնկրետ քիլ զոնաներում, թե երբ որ բացվի ուրեմն Եվրոպան, ինչպես նաև Ամերիկան, ինչ ռեակցիա են տալիս, դրանից ելնելով մենք կարողանանք ավելի ստույգ հասկանանք ինչ կարելի անել։ Այսքանը, Ժողովուրդ ջան, լավ օր ձեզ կապի մեջ, հաջողություն։